Ողջույն, եթերում հատուկ երկերն են եւ ես Դավիթ Ղուլղազարանս։ Նախքան այսօրվա երկին անդրադառնալը երկու տեղեկություն։ Նախ շնորհակալություն հայտնենք Գարիկին այս չքնաղ պայմանները ստեղծելու համար։ Մենք գտնվում ենք Ինդիո քաղաքում, Գարիկի մոտ նկարահանումների, եւ երկրորդը պիտի ասեմ, որ 2019 թվականին հայկական նորածին երեխաների անունների ցանկը գլխավորել են Նարեն եւ Դավիթը, եւ 2019 թվականին ծնվել է 688 նորածին աղջիկ Նարե անունով, ինչ վերաբերում է Դավիթներին, ասեմ, որ ծնվել է 1399 տղա երեխա հենց այդ անունով։ Կարծում եմ, որ կռահում եք, որ այսօր խոսելու ենք մի շատ գեղեցիկ հայկական ժողովրդական երգի մասին, խոսքը Նարե երգի մասին է։ Ես գնացի Սիրում եմ հայկական ժողովրդական երգերը, մասնավորապես երբ դրանք ներկայացվում են ռոք մշակմամբ։ Պատկերացնում եք, որքան շատ են այդ երգերը, որ աշխարհի ամենատարբեր բեմերից մատուցվում է ժողովրդական երաժշտությունը, բոլորովին նոր գործիքավորմամբ եւ տարբեր ռոք խմբերի ներկայացմամբ։ Իհարկե սա ճաշակի խնդիր է, ոմանք ասում են, որ պետք չէ այդպես վարվել, ոմանք ասում են, որ չքնաղ է, լավ է, ես ունեմ իմ սեփական կարծիքը, ես համարում եմ, որ ժողովրդական երգերը պետք է ստանան նոր շապիկ, բնականաբար բնօրինակը պահպանելով, եւ սփռվեն ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի ավելի հասանելի դառնան երիտասարդներին։ Ինչևէ, խոսում ենք Նարե երգի մասին եւ վստահ եմ ավելի քան որ շատ-շատերին հետաքրքիր է թե երբ է գրվել այս երգը, ով է այդ Նարեն, ով հայտնվել է հայկական ժողովրդական երգի մեջ։ Հերթականությամբ Հանգիստը լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ, 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Համացանցում կարող ես հանդիպել այս երգի շատ տարբերակներ, տարբեր մշակումներով, բայց պիտի ասեմ, որ երգի բնօրինակը առաջին անգամ հնչել է Մանիկ Գրիգորյանի կատարմամբ։ Ինչ վերաբերում է մեր հաղորդման հերոսին, անշուշտ շատերին հետաքրքիր է, թե որտեղից է առաջացել այս երգը, ով է երգի հեղինակը եւ առհասարակ ինչ կապ ունի Նարեն հայկական ժողովրդական երգի հետ։ Իրականում Նարեն հայոց դիցարանի ջրերի ծովինար աստվածուհու անվանումներից մեկն է։ Նարեին նվիրված երգերը շատ են, բայց ամենահայտնին եւ տարածվածը այն է, որը հասել է մեր օրեր եւ հնչում է գրեթե բոլոր հայկական միջոցառումների ժամանակ, նորից շեշտում եմ տարբեր գործիքավորումներով եւ մշակումներով։ Բոլոր հարցերի սպառիչ պատասխանները ստանալու համար այժմ մենք կապ ենք հաստատելու Լուսինե Նազարյանի հետ, ով բնակվում է Հայաստանում, Նուբար խմբի ղեկավար, հայկական ժողովրդական երգերի մասնագետ։
Նարեն նախ որ ամբողջ տարոն աշխարհում, հատկապես Սասունում սիրված եւ տարածված անուն է, եթե ոչ ամենասիրված անունը, նաեւ այլ ազգագրական գոտիներում բնական էր, որ Նարեն պետք է երգերում շատ լիներ, ինչպես որ ասենք Մարամը, Հայկոն, որ իդեպ իզարմանը շատերի երգերում Հայկոն աղջիկ է։ Հայկանուշ կամ Հայկանդուղ անվան կարճ տարբերակը կամ գուլո իր տարբեր դրսևորումներով, տարբեր հնչողություններով, մի խոսքով նարե, նարին, նուրին եւ վերջին ժամանակներում արդեն նաեւ որպես նարին է։ Անվան տարբերակները։ Ուրեմն նարին կամ նուրինը ծովինար դիցուհու, ծովինար աստվածամոր անվան ձևերն են, ուրեմն ջրերի, անձրևի, ինչ որտեղ նաև ամպրոպի դիցուհի ծովինարը, որը էպոսում ներկայացվում է որպես Գագիկ թագավորի դուստրը, որը պետք է կնության գնար Մսր, հարս էր գնում Մսր, եւ ճանապարհին կատնիկ աղբյուրից բուռ ու կես խմելով, հետո լույս աշխարհ է բերում մեր էպոսի երկու դյուցազուններին, Սանասարին եւ Բաղդասարին, եւ քանի որ խմել է բուռ ու կես, Սանասարը լինում է լրիվ, Բաղդասարը լինում է կիսատ։ Իհարկե Սանասարի եւ Բաղդասարի պատմությունը չենք այստեղ ծավալելու, այլ վերադառնալու ենք Ծովինարին եւ նրա զուտ անվանը։ Ծովինարին, այսինքն անձրևի ջրի դիցուհուն անվանել են նաեւ անձրևի հարս։ Բազմաթիվ նմուշներ կան, այսինքն որոշ նմուշներ կան, երկեցիկ նմուշներ կապված անձրևի հարսի, անձրևաբեր ծեսերի հետ, որտեղ գլխավոր, այսինքն գլխավոր կերպարը հենց բնականաբար անձրևի հարսն է, նույն ինքը ծովինարը, նարը, նարինը կամ նուրինը, նուրին եկել է կամ նարին եկել է, շալե շաբիկ հագել է, եկել է ինչ պիտի ուզի, պիտի մատաղ ուզի, իր ուզածը տանք, որ ինքն էլ մեր ուզածը տա, այսինքն առատ անձրևներ բերի, որպեսզի երաշտ չլինի, հողերը դառնան բարեբեր եւ մարդը բերք ունենա, որ կարողանա ապրել։ Ահա այս ծովինար նարի անունը տարածվել է ժողով, այսինքն ճանապարհ անցնելով, այսպես ժամանակի ընթացքում դարձել է բացի ծիսական երգերից, մասնավորապես անձրևաբեր ծեսերի երգերից, որոնք հետագայում իհարկե խառնվել են Վարդավառի ծեսին, այսօր մենք Վարդավառի ծես որպես գլխավոր արարողություն ջրոցին է մեզանում մնացել եւ ասենք այդ նուրինի հետ կապված արարողությունները, որոնք իրականում Վարդավառի հետ կապ չեն ունեցել, այլ եղել են պարզապես անձրևաբեր ծեսեր, որոնք կատարվել են երաշտ ժամանակ։ Եվ կրկնում եմ, կապված են եղել ծովինար ջրերի անձրևի դիցուհու հետ, որի անվան տարբերակն է նարեն։ Ինչ վերաբերում է երգերի մեջ եղած նարեին, որոնք այդ վայ նարե, վույ նարե, հոյ նարե, նարին,
վայել եւ այլ տարբերակներով, ի վերջո հույնար, որոնք տարածված են, ասենք, Սասունից դեպի Երզնկա, Մուշ եւ այլն, բազմաթիվ ազգագրական գոտիներում մենք ունենք նարեի հետ կապված մանավանդ բարերքեր։ Այս նարեն հնարավոր է նաեւ, որ պարզապես մի խորոտ աղջիկ է եղել, որի դեպ շատ հաճախ հենց այդպես էլ հանդես է գալիս, որպես խորոտ նարեն, խորոտ մայրամ, խորոտ աղջիկ, այս դեպքում իհարկե մեր նարեն, եւ քանի որ այս երգերը տարածվել են բանավոր ավանդությամբ, այսինքն մենք չենք ունեցել գրավոր աղբյուր չի եղել, գրավոր ֆիքսված նշումներ չեն եղել, կոնկրետ հեղինակներ չեն եղել, ով ինչպես կարողացել է, ով ինչպես հիշել է, այնպես երգել է, փոխանցել է, ասենք մեկից ես լսել եմ, մտապահել եմ այնքան ինչքան կարողացել եմ եւ փոխանցել եմ այնքան ինչքան մտապահել եմ, եւ հնարավոր է, որ երգերի մեջ եղել են բազմատեսակ փոփոխություններ, այդ թվում նաեւ կրկնակի մեջ, բայց ի տարբերություն խաղիկների, այսինքն են երկտող քառատողերի, որոնցով մենք երգերին ինչ-որ բովանդակություն ենք տալիս, որ կարող են լինել փոփոխական, այսինքն նույն քառատողը կարող է հանդիպել տարբեր բանաձևերի բարերքերում, կամ ասենք իրար հետ կապ չունեցող երկու քառատող կարող են հանդես գալ մեկ բարերքի մեջ, ապա կրկնակները շատ ավելի կանոնիկ են, շատ ավելի խիստ են, շատ ավելի կոնկրետ են։ Եթե այս կրկնակն է, ապա մինչև վերջ այս կրկնակն է։ Եթե այլ կրկնակ, ապա այլ երգ է դա արդեն։ Եվ նման կրկնակներով երգեր կապված նարեի հետ, այսպես ժամանակների ընթացքում, ժամանակների միջով անցնելով եկել հասել են մեզ եւ նարեի մասին երգելու սովորությունը մեզանից չի վերացել։ Անկախ նրանից այդ երգը հենց կոնկրետ նարեի է վերաբերում, թե պարզապես նարեն դառնում է ինչ-որ մի երևակայական վերացական կերպար, որը դառնում է երգի հերոսուհի, ինչպես մեզանում ամենաշատ տարածված նարեի մասին երգը Բայ նարե նարե ջիգարս վառե կրկնակով։ Դե ինչ, կարծում եմ բավականին սպառիչ պատասխան էր, վերջում շնորհակալություն հայտնեմ Լուսինե Նազարյանին հաղորդմանը մասնակցելու համար եւ իհարկե Գարիկին, ով սիրով տրամադրում է այս շքեղ պայմանները հատուկ երգեր հաղորդաշարի նկարահանումների համար։ Աչքի դու չքնաղերած Հմայված տեսքի դու սիրո մուրակ Այն արեն ջիքյարս վարը Իմ սիրած յարը մինուջարը Այն արեն ջիքյարս վարը Իմ սիրած յարը Palm Springs-ի հարևանությամբ գտնվող այս շքեղ առանձնատները նախատեսված են նրանց համար, ովքեր գնահատում են լիարժեք հանգիստը։
Տեղեկացնեմ, որ հաղորդումներն այս շրջանում եթեր են հեռարձակվում այլ ձևաչափով, եւ մենք թողնելով հեռուստատեսային ջերմնկարահանման հրապարակը հայտնվել ենք բնության գրկում մեր հաղորդման գործընկեր Գարիկի շնորհիվ։ Առանձնատներն առանձնանում են նորաոճ դիզայնով, հարմարավետությամբ, մաքրությամբ եւ կոմֆորտով։ Գարիկի մոտ ստեղծված են հանգստի համար նախատեսված լիարժեք պայմաններ, նույնիսկ ամենաբծախնդիր մարդկանց համար։ Վայելեք հանգիստ ընկերներով կամ ընտանիքի անդամներով բնության գրկում անմիջապես լճի ափին։ Ցանկության դեպքում կարող եք զբոսնել նաև նավով։ Ձեր տրամադրության տակ են բացօթյա կինոթատրոնը, լողավազաններն ու ջագուզիները, ինչպես նաև մաղալներն ու խոհանոցային բոլոր պարագաները։ Հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատները նախատեսված են մինչև 20 հոգու համար։ Շոփինգի սիրահարները մոտակայքում կգտնեն լավագույն աուտլետները։ Ինդիո քաղաքից Գարիկի մոտ առանձնատներից ոչ շատ հեռու գտնվում են նաև կազինոները։ Անմոռանալի հանգիստ միայն եւ միայն Գարիկի մոտ։